Ողջույն, սիրելի ժողովուրդ, այսօր եւս եթերում կլինեմ, ասելիքը շատ կարեւոր է։ Հասկանում եմ, որ չարաշահում եմ ձեր համբերությունը, զզվացնում եմ ձեզ, բայց կարծում եմ այն մարդիկ, ովքեր անհանգստացած են, այն մարդիկ, ովքեր մտահոգված են, այն մարդիկ, ովքեր ուզում են հասկանալ ինչ եղավ, ինչ է կատարվում եւ ինչ է լինելու, բացատրության, պարզաբանման կարիք ունեն իմ կողմից, այլ մարդկանց կողմից եւ այլն, ուստի կարևորում եմ այս եթերը եւ խնդրում եմ տարածեք ժողովուրդ ջան ձեր բոլոր հարթակներում Facebook, Instagram, YouTube, կիսվեք, ես այս եթերը հիմա կտեղադրեմ նաեւ իմ YouTube-յան ալիքին, Վահե Գասպարյան, իդեպ ասեմ արդեն 5106 բաժանորդ ունեմ եւ շնորհակալ եմ բոլորին, ովքեր բաժանորդագրվել են, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, խնդրում հորդորում եմ դա անել, որտեվ հիմա շատ կարևոր ժամանակներ ենք ապրում եւ կարևոր է որ իրար հետ կապ պաշտպանենք, իրար հույս տանք, իրար հուսադրենք, բացատրենք այս ամեն ինչը եւ հնարավորին շատ մարդ այս ամեն ինչի մասին տեղեկացված լինի, իսկ դրա համար պիտի մեր լսարանը մեծ լինի, այնպես որ կիսվեք, լայքեր, կոմենտներ դրեք եւ օգնեք ինձ տարածել այս եթերը։ Ես երեկվա իմ եթերում ասացի, որ սա միջանկյալ վիճակ է եւ վերնագիրը հենց այդպես էլ դրեցի, սա միջանկյալ վիճակ է եւ այսօրվա իմ ասելիքը դրա տրամաբանական շարունակությունը կլինի, կարծում եմ դեպքերը այնպես են զարգանում, որ կյանքը ապացուցում է, որ այո, այս վիճակը միջանկյալ վիճակ է, սա հաղթանակ չի, ինչպես կարող է թվալ Նիկոլ Փաշինյանին եւ նրա շրջապատին, սա Փյուրոսյան հաղթանակ է, Պիրովը Պաբեդա, ինչպես ասում են, եւ գլխավոր իրադարձությունները դեռ առջևում են։ Եվ նրանից թե մենք ինչպես կհասկանանք այս ամեն ինչը, ինչ կանխատեսումներ կանենք, ինչ սցենարներ եւ որպես դրա հետևանք ճիշտ կդրսևորվենք, ճիշտ կդիրքավորվենք, կախված է ոչ ավել ոչ պակաս երկրի ապագան։ Ես այսօրվա եթերը կվերնագրեմ Ռուսաստանից հետո եւ առանց Ռուսաստանի եւ կարծում եմ եթերի ընթացքում դուք կհասկանաք ինչու եմ ես ընտրել հենց այս վերնագիրը։ Սիրելի ժողովուրդ, նախ ուզում եմ կարդալ այսօրվա հունիսի 9-ի Փաստ օրաթերթի հետևյալ հոդվածը։ Այս ընտրություններին վերաբերող բազմաթիվ հանգամանքներ ու գործոններ դեռ համակողմանի գնահատականներ կստանան, ինչպես ասում են, ժամանակ կա, քաղաքական ուժերն էլ արդեն սկսել են տալ իրենց գնահատականները, բայց ինչպիսին էլ լինեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված նախնական շատ կասկածելի ու դեռ հրապարակվելիք վերջնական արդյունքները, դրանց առնչությամբ ինչ որոշում էլ ընդունի մասնակից ու ոչ մասնակից քաղաքական ուժերը, անվիճելի ու ակնհայտ է, որ տեղի ունեցած միջոցառումը չի կարող համարվել ազատ եւ արդար ընտրություն։ Ավելին, քաղաքական ուժերի, ոչ իշխանության սատելիտ ուժերի իհարկե գերակշիռ մասը արդեն այդ ընտրությունները որակել է ոչ լեգիտիմ։ Կհիշեք, Նիկոլ Փաշինյանը սիրում է կուրծք ծեծել, թե կեղծված ընտրությունների փուլը փակված է, բայց դա իր քաղաքական քարոզի կռվաններից մեկը համարող գործչի իշխանության պայմաններում ու մեծապես հենց իր դերակատարությամբ ու պատճառով Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած երևի թե ամենախայտառակ համապետական ընտրությունները։ Ինչ է տեղի ունեցել, գրում է Փաստ օրաթերթը այսօր, բավարար է պարզապես թվարկել արձանագրված, բազմաթիվ օրինակներով հիմնավորված փաստացի իրողությունները։ Առաջին, ընտրական գործընթացի հիմնական մասնակիցների միջև անհավասար մրցակցային պայմաններ։ Չմոռանանք, որ հիմնական ուժերից մեկի առաջնորդի ազատությունը, ապա ազատ տեղաշարժն ու արհեստականորեն սահմանափակված է արդեն մոտ 1 տարի, Փաստ օրաթերթը նկատի ունի իհարկե Սամվել Կարապետյանին։ Երկրորդ, Փաշինյանական իշխանությունը դիմել է ընտրական օրենսգրքի իրենց ձեռնտու փոփոխությունների ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ, որպեսզի հասկանալի լինի, պատկերացրեք, որ ֆուտբոլային հանդիպման հենց մեկնարկում հայտարարվի, որ նոր կանոններ են սահմանված, բայց դրանք թույլատրելի են միայն թիմերից մեկին։
Երրորդ, վարչական ռեսուրսի խայտառակ, տոտալ ու անխնա չարաշահում, պետական կամ վարչական մարմինների աշխատողների վրա ճնշումներ, իշխանական ու վարչական լիազորությունների ու միջոցների չարաշահում, պետբյուջեի հաշվին հանրության զգալի շերտերի նյութական բարիքների նախընտրական բաշխում, թոշակների ավելացում, համայնքային նպաստներ եւ այլն, մի խոսքով վարչական ռեսուրսի չարաշահումը ուղղակի հասցվել է գերադրական աստիճանի։ Չորրորդ, հատկապես իրավապահ ամբողջ համակարգի տոտալ ներգրավում բացառապես ընդդիմադիր հիմնական ուժերի թիրախավորմամբ, հետևողականորեն միմիայն ՔՊ-ի մրցակից ուժերի առավել ակտիվ գործիչների, կազմակերպիչների, նկատելի գործիչների թիրախավորումներ, գործերի հարուցումներ, կալանավորումներ, համատարած գաղտնալսումներ, ընդդիմադիր ուժերի նախընտրական տեղական շտաբերի, անգամ այդ շտաբերի մոտակայքում երևացած քաղաքացիների գաղտնալսումներ, լրտեսումներ, համատարած ռեպրեսիվ ահաբեկում, այդ թվում հոգեբանական։ Հինգերորդ, օրենքի պահանջների միակողմանի կիրառում, ասենք թե հատկապես որ ուժի օգտին, հարցնում է Փաստ օրաթերթը, երբ մի կողմը կարող է ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցնել ու մնալ ազատության մեջ, իսկ իր մրցակիցները կարող են մերկապարանոց մեղադրվել դավաճանության, լրտեսության կամ փողերի լվացման մեջ եւ արագորեն զրկվել ազատությունից։ Վեցերորդ, արևմտյան կենտրոնների խայտառակագույն միջամտություններ Հայաստանի ներքին գործերին, համաձայն եմ։ Յոթերորդ ու ամենակարևոր պահերից մեկը, ձայների հաշվարկի ընթացքում անհասկանալի, այսպես ասենք, իրավիճակներ ու մանիպուլյացիաներ, օրինակ, կոնկրետ այն, որ ձայների հաշվարկի տվյալների ամփոփումն ու հրապարակումը գիշերվա կեսին մի քանի ժամով ընդհատվում է, ապա շարունակվում միայն լուսադեմին։ Սա այն հիմնական երևույթն է, որը ժողովուրդը բնորոշում է որպես նկարչություն։ Իսկ եթե ավելի չոր գնահատենք, ապա հաշվարկի ու տվյալների հրապարակման այդ գիշերային դադարը մեծապես ստվերում ու կասկածի տակ է դնում ընտրության, քվեարկության հրապարակվող արդյունքների արժանահավատությունը։ Ութերորդ, գիշերվա ժամը 2-ին, երբ հրապարակված էին ընտրատեղամասերի չնչին մասի նախնական տվյալները, Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրում եւ հայտարարում, որ ինքը հաղթել է։ Նույն հաջողությամբ նա դա կարող էր անել նաեւ առանց ընտրությունների, բայց դա մասնագետները արդեն իսկ որակել են որպես իշխանության զավթում, իսկ տվյալ կոնկրետ դեպքում դա նաեւ կարող է գնահատվել եւ գնահատվում է որպես ուղիղ ճնշման գործադրում ԿԸՀ-ի նկատմամբ, ուղղորդելով ճիշտ թվեր հաշվելու ճակերտներում։ Այստեղ հիշենք Հանրապետություն կուսակցության միջոցով իրականացրած թատրոնը Արամ Զավենիչի նկատի ունի, ուժեղ Հայաստանի ցուցակի գրանցումը հետ անելու դիմումի տեսքով, որով փաստացի Փաշինյանը փորձեց ցույց տալ, թե ինչ անաղարտ հրաշք կենտրոնական ընտրական հանձնաժողով ունենք, որպեսզի լեգիտիմացնի ընտրությունների անցկացման ու հաշվարկման պրոցեսը, բայց Փաշինյանի այդ գիշերային հայտարարությունը նույնիսկ արևմտյան դիտորդներն էր ապշեցրել, ու ոչ միայն դա, որոնք ամեն ինչ արեցին լվանալու իշխանությունների երեսն ու ընտրություններին լեգիտիմություն հաղորդելու։ Ես սրա մասին ավելի ուշ կխոսեմ։ Ահա հիմնականում եզրափակում է Փաստ օրաթերթը, ահա հիմնականում այն իրողություններից էլ բխում է անխուսափելի մաթեմատիկական հետևությունը։ Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ, իսկ դա արդեն ունենալու է իր քաղաքական հետևանքները։ Իսկ հետևանքներից առաջնայինն այն է, որ նման արատավոր եղանակներով ընտրություններով ձևավորված իշխանությունը հազիվ թե կարող է ընկալվել որպես լեգիտիմ, առավել ևս, որ նույնիսկ պաշտոնապես հայտարարված թվերով Փաշինյանն ու ՔՊ-ն չստացան քվեարկությանը մասնակցածների ձայների 50%-ը, հազիվ ձգեցին 49%-ի, բայց դա մի փոքր այլ դիտարկման նյութ է։ Ի դեպ, բավականին տարօրինակ, եթե չասենք զավեշտական ու արտարոց վիճակ ստեղծվեց Վրաստանի հետ կապված, ես երեկ իմ եթերի ընթացքում ասեցի։ Հարևան երկրի նախկին նախագահ Զուրաբիշվիլին, ինչպես նաև գործող վարչապետ Կոբախիձեն շնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին, երբ հայտնի էր 2005-ից հազիվ 100 տեղամասերի
այն էլ փոքր բնակավայրերի ոչ պաշտոնական աղբյուրները։ Վերադառնալով Փաշինյանի ու իր ՔՊԱ-թիմի գիշերային ասուլիսին, ապա նրանց դեմքերի հանգած ճակերտավոր արտահայտությունը ինչի մասին ասեմ վկայում է միայն թե ոչ հաղթանակի, հազիվ թե իրենցից ավելի լավ որևէ մեկը իմանա, թե նման թվեր հայտարարելը ինչ գնով ու ինչի հաշվին է եղել, ու կարևորը, որ դա ամենևին հաղթանակ չէ, զուտ հրապարակված թվերով միգուցե, ներքին բովանդակությամբ ու իրական պատկերով ոչ։ Սա փաստ օրաթերթ է գրում այսօր հունիսի 9-ին, ասեմ, որ Stratfor գործակալությունը, ամերիկյան Stratfor գործակալությունը, որը անվանում են ՑՌՈ-ին հավասար հետախուզական ինչ-որ տեղեկությունների տիրապետող գործակալություն հայտարարել է. Փաշինյանը հաղթել է ընտրություններում, սակայն չի ստացել սահմանադրական մեծամասնություն։ Սիրելի ժողովուրդ, կրկնեմ, սա ուրեմն փաստ օրաթերթի այսօրվա հոդվածն էր, եւ հիմա ես անցնեմ արդեն բուն իմ ասելիքին։ Նախ ասեմ, որ հիմա ես 4 փաստերը կասեմ, թե ինչ ունենք այս պահի դրությամբ, 4 փաստերով, հետո արդեն ես Վահե Գասպարյանս իմ անձնական կարծիքը, իմ անձնական կանխատեսումները կանեմ, թե ինչ սցենարներ են հնարավոր այս ամենի արդյունքում մոտակա ամիսներին։ Եվ այսպես, Մարկո Ռուբիոն երեկ շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին եւ շնորհավորական ուղերձի մեջ ասեց, որ լի է վճռականությամբ շարունակել աշխատանքը Հայաստանի կառավարության հետ թրիփ նախագիծը կյանքի կոչելու։ Ամերիկացիների փորացավը թրիփ նախագիծն է։ Միանգամից ուզում եմ ասել, սրանից հետո ոչ մեկ չհամարձակվի ինձ մեկնաբանություն գրել, որ ես պաշտպանում եմ Դոնալդ Թրամփին, սատարում եմ Դոնալդ Թրամփին, հավատում եմ Դոնալդ Թրամփին, կամ չգիտեմ ավելի վատ բաներ, որ ես չգիտեմ Ռուսաստանին եմ պաշտպանում Կրեմլահպատակ։ Ես հայամետ մարդ եմ, հայ ընտանիքի հայր եմ, բժիշկ եմ, որը մտել է այս հազար ներողություն էս քաքի մեջ, այս քաղաքական էս անցուդարձի մեջ, որպես ազատագրական պայքար մղող մարդ, երկիրը ազատագրելու, եւ իմ համար գերնպատակը Հայաստանն է, ես ունեմ մեկ աչքի լույս, դա իմ երկիրն է, իմ ժողովուրդն է, վերջ, մնացած բոլորին վերլուծելով եւ գնահատական տալով ես աշխատում եմ հնարավորինս անաչառ լինել, օբյեկտիվ լինել եւ բացատրել, թե որ երկիրը ինչ շահեր ունի այս տարածաշրջանում եւ դա չի նշանակում, որ ես պաշտպանում եմ այս կամ այն երկրին, առավել եւս Դոնալդ Թրամփին։ Եվ ուրեմն Ռուբեն շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին եւ խոսեց թրիփի մասին։ Նիկոլ Փաշինյանին շնորհավորեցին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, մեր սիրելի ճակերտներում Էմանուել Մակրոնը, Ֆոն դեր Լայենը եւ մյուսները, Դանիայի վարչապետը եւ այլն եւ այլն։ Այսինքն Արևմուտքը արձանագրում ենք, Արևմուտքը կանգնած է Նիկոլ Փաշինյանի թիկունքին, բայց կրկնում եմ, Արևմուտքը դա անում է իր շահերից ելնելով մեր տարածաշրջանում, այլ ոչ թե որովհետև Նիկոլ Փաշինյանին շատ են սիրում եւ Նիկոլ Փաշինյանը իրանց աչքի լույսն է։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը իրանց համար գործիք է, ժամանակավոր գործիք, Հայաստանը Ռուսաստանից պոկելու, Հարավային Կովկաս մտնելու եւ փոխելու ռուս-թուրքական ստատուս կվո։ Հաջորդը, ես այսօր լսում էի Վիկտոր Սողոմոնյանի ուրեմն հարցազրույցը ռուսական Ռոսիա 24-ի պետական ալիքին, հիշեցնեմ ով է Վիկտոր Սողոմոնյանը, ինքը Ռոբերտ Քոչարյանի նախկին մամլու խոսնակն է, հիմա Մոսկվայում է աշխատում եւ ապրում, ՄԳԻՄՈ-ի պրոֆեսոր է, Մոսկովский государственный институт международных отношений, ասեմ, որ ՄԳԻՄՈ-ի հետ առնչվող բոլոր մարդիկ կապ ունեն ՖՍԲ-ի հետ։ Վիկտոր Սողոմոնյանը այսօր հունիսի 9-ին իր հարցազրույցում բառացի ասեց. Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չի, այն չունի սահմանադրական մեծամասնություն, Փաշինյանը չի կարող փոխել սահմանադրությունը Ալիևի պատվերով բնականաբար
եւ ոչ լեգիտիմության այդ դամոկլավ սուրը, դամոկլավ մեջ նելեգիտիմնստի բառացի թարգմանում եմ Սողոմոնյանի բառերը, կախված է Փաշինյանի վզի վրա եւ Փաշինյանը այդպես էլ կմնա Ալիևի առաջ չկատարած խոստումներով եւ դրանից հետո արդեն Փաշինյանի տերերը իրենք հարց կտան, իսկ արդյոք արդեն Փաշինյանը մեզ պետք է թե չէ, այսինքն Վիկտոր Սողոմոնյանը իսկ պետք է դա հասկանալ որպես Կրեմլի ռուպր, Կրեմլի ձայն, ասում է, որ մեր համար Փաշինյանը լեգիտիմ մարդ չի այլևս եւ նա չի կարող կատարել որևէ խոստում, որը տվել է։ Այստեղ պարզ է ռուսները հայերի փորացավով չեն տառապում, ռուսների համար հայերի շահերը չի օրախնդիր, այլ ռուսները հետապնդում են իրենց շահերը եւ փորձում են պահպանել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում։ Ես կրկնում եմ, բոլորին անաչառ վերլուծություն եմ տալիս։ Հաջորդը Նարեկ Կարապետյանը, Սամվել Կարապետյանի եղբորորդին այսօր ասեց հետեւյալը. կատարվում է ձայների վերահաշվարկ եւ մենք սպասում ենք ԲՀԿ-ի ձայների վերահաշվարկի արդյունքներին, որից հետո պարզ կլինի ընդդիմությունը նոր խորհրդարանում ինչքան լիազորություններ կունենա դատախազի ընտրության հարցում եւ այլն եւ այլն։ Նարեկ Կարապետյանի բառերն եմ ասում։ Երեքը հայտնի դարձավ, որ Գագիկ Ծառուկյանին ՔՊ-ն առաջարկել է որ ԿՊ-ն թույլ է տալիս, որ Ծառուկյանը մտնի այնտեղ 60 ձայն է պակասում կարծեմ, մտնի խորհրդարան, պայմանով, որ Գագիկ Ծառուկյանը կդառնա գրպանային ընդդիմություն եւ կապահովի ԿՊ-ի 3/5-րդը, որը թույլ կտա ԿՊ-ին դատախազ նշանակել կամ սահմանադրական որոշ հոդվածներ փոխել։ Գագիկ Ծառուկյանը մերժել է, իսկ եթե Գագիկ Ծառուկյանը մերժում է, նշանակում է, որ Կրեմլից կա հստակ հրահանգ, հասկանում ենք, չէ՞, Գագիկ Ծառուկյանը հասկանում է, որ Նիկոլին մերժելուց հետո Նիկոլը կարա իր հետևից ընկնի իր ունեցվածքի եւ եթե մերժում է, ուրեմն ունի Կրեմլի սատարումն ու հրահանգը եւ արդյունքում հիմա կատարվում է վերահաշվարկ։ Երեք Արման Աբովյանը ասեց, որ արդեն մի քանի տեղամասային վերահաշվարկներից հետո 120 ձայն վերականգնվել է ԲՀԿ-ի եւ արդյունքում ԲՀԿ-ն կարող է հայտնվել խորհրդարանում, իսկ դա լավ չի Փաշինյանի համար, որովհետեւ ընդդիմության ձայները ավելանում են եւ Փաշինյանը իր ուզած 3/5-րդը չի կարողանա ստանալ։ Հաջորդ փաստը, սրանք 4 փաստեր են, ժողովուրդ, 4 փաստեր են, նորից եմ ասում, ինձ որևէ մեկը չհամարձակվի մեղադրել արևմտամետության կամ ռսամետության առավել եւս մեջ։ Երեք ուրեմն Սամվել Կարապետյանի թիմակիցը, այդ կինը երրորդ համարի անունը մոռացա, կարևոր չի, ելույթ ունեցավ եթերում, լայվում, որ նրանք հիմա փաստահավաք աշխատանքներով են զբաղված, ուրեմն գույքագրում են, ինչպես ասեց, փաստերը, որ իրավական ընթացք տան բոլոր խախտումներին եւ ժամանակա պահանջում դա խնդրեց մի քիչ համբերել եւ այսօր հայտնի դարձավ, որ Քոչարյանը պատրաստ է հրաժարվել մանդատներից, Քոչարյանը եւս երեք հայտարարությամբ հանդես եկավ եւ ասեց, որ ուրեմն նրանք համաձայնեցված խորհրդակցություններ են վարում ընդդիմադիր բոլոր ուժերի հետ, պարզ է, չէ, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, Արման Թաթոյան, այսինքն այդ կրեմլահապատակ ուժերի հետ, որպեսզի հավանաբար միասին համագործակցված գործեն եւ միասնական ճակատ ձևավորեն։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է իմ կարծիքով, սա իմ անձնական կարծիքն է, որ Կրեմլը վճռականորեն է տրամադրված եւ այս անգամ Կրեմլը ունի հստակ որոշում Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, ի տարբերություն 21 թվականի, այս անգամ Կրեմլի համար Փաշինյանի վերընտրվելը Կրեմլի սրտով չի եւ այս անգամ Կրեմլը չի ուզում, որ Փաշինյանը մնա իշխանության եւ Կրեմլը սատարելով իր ուժերին, վճռական տրամադրված լինելով, հավանաբար այնպես կանի, որ ընդդիմադիր ուժերը միասնական ճակատով գործեն։ Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ-ն դա լավ հասկանում են եւ այն փաստը, որ այնտեղ խոճապային տրամադրություններ են եւ փաստ օրաթերթը եւս դրա մասին գրել է, նրանց դեմքի արտահայտությունները ամենևին չեն համապատասխանում
անվերապահ հաղթանակի դեպքում որևէ քաղաքական ուժի ունեցած դեմքի արտահայտություններին, նրանք հասկանում են ինչ գնով է նկարվել այդ հաղթանակը, ինչ կեղծիքների գնով է նկարվել այդ հաղթանակը, եւ հասկանում են, որ դա իրականում Փյուրոսյան հաղթանակ է, որը նրանց համար շատ լուրջ հետևանքներ կունենա քաղաքական եւ ոչ միայն։ Հիմա մի քանի բառ Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, որից հետո արդեն ես, ինչպես խոստացել էի սիրելի ժողովուրդ, կանցնեմ հնարավոր սցենարների իմ անձնական կարծիքին, կանխատեսումներին, իմ անձնական այսպես վերլուծություններին, թե ինչ սցենարներ հնարավոր են լինել։ Անհետացել է Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան, կրկնում եմ, անհետացել է Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան։ Ես իմ նախորդ եթերներում ասացի, որ ինքը ելույթ չունեցավ, չմասնակցեց Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, որը ամեն տարի տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում հունիսի առաջին օրերին, եւ դա սենսացիա էր, եւ բոլորը նկատեցին, որ Նաբիուլինան չկա։ Դրանից հետո Նաբիուլինային ոչ մեկ չի տեսել, եւ այսօր հայտնի դարձավ, որ Նաբիուլինային նկատել են Դուբայի օդանավակայանում, կրկնում եմ, Նաբիուլինային նկատել են Դուբայի օդանավակայանում եւ երբ փորձել են լրագրողները նրան հարցեր տալ, նա կտրուկ մերժել է որևէ հարցերի պատասխանել։ Ռուսաստանում մոլեգնում է դաժան վառելիքի ճգնաժամը, Ղրիմում ճգնաժամային կոլապս է, Կրասնոդարի մարզում, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ եւ այլն, բենզին չկա, դիզ վառելիք չկա։ Որպես դրա հետևանք Ղրիմում պարենային ճգնաժամ է սկսվել, խանութների տաղավարները դատարկվում են, ձավար, մակարոնեղեն, շաքարավազ եւ այլն, մարդիկ առնում են այդ ապրանքները, խանութներում ապրանքներ չկա եւ խոսում են հումանիտար ճգնաժամի եւ սովի մասին։ Մարդիկ շտապ փախնում են Ղրիմից, տուրիստները, զբոսաշրջիկները եւ տեղի բնակչությունը։ Ղրիմի կամրջի վրա երկար հերթեր են, մի քանի կիլոմետրանոց հերթեր են։ Ռուսական զորքը շտապ լքում է Կիմբուրսկի կասա։ Կիմբուրսկի կասան այդ Խերսոնի մարզի այսպես երկար ցամաքային այսպես վիստուպա դեպի ծով, որը կոչվում է Կիմբուրսկայա կասա, այսինքն Դնեպր գետը, երբ որ այդ հատվածում, որտեղ որ ինքը մտնում է Սև ծով, այդտեղ այդ Կիմբուրսկի կասան է։ Եվ դա ռազմավարական տարածք է, որտեղ ռուսական զորքերն էին տեղակայված, հիմա նրանք շտապ լքում են, նահանջում են Կիմբուրսկի կասայից, որովհետև Ղրիմը մայր ցամաքի հետ եւ Խերսոնի մարզի հետ կապող ճանապարհը ականապատված է, հրթիռակոծման, հրետանային կրակի, ԱԹՍ-ների մշտական կրակի տակ է, զորքի մատակարարումը Ղրիմի Խերսոնի Զապորոժիայի խափանված է եւ ռուսները փախչում են։ Իսկ դա նշանակում է, որ եթե Ուկրաինայի դեսանտը վաղը մյուս օրը հնարավորություն ունենա ներխուժել Ղրիմի այդ բանի Կիմբուրգի այդ կասայի հատված, ընդեղից դեպի Ղրիմ ընդամենը 30-40 կիլոմետր է, ուղիղ ճանապարհներով կարող են ճղել մտնել Ղրիմ եւ ընդհանրապես արդեն խոսակցություններ կան, որ հունիս ամսին լինելու է Ղրիմի ազատագրումը, դեսանտային օպերացիա ցամաքային ճեղքում եւ այլն, իսկ Ղրիմի ազատագրումը մահացու հարված կլինի Պուտինի ռեժիմի համար, որովհետև հասկանում ենք, որ Ղրիմը Պուտինի ռեժիմի համար սակրալ տարածք է եւ Պուտինի այսպես հզորության խորհրդանիշը։ Հաջորդ փաստը մի քանի օր առաջ ռուս հայտնի օլիգարխ Աբրամովիչը գախնի այցելել է Կիև, հանդիպել է Զելենսկու հետ եւ խնդրել է Զելենսկուն դադարեցնել պատերազմը ամբողջ շփման գծով եւ չօգտագործել ռուս օլիգարխների փողերը, սառեցված այդ գումարները, 300 միլիարդ դոլարի մասին է խոսքը, չօգտագործել այդ փողերը զենք գնելու համար։
Զելենսկին մերժել է Աբրամովիչին եւ ասել է մեզ ձեր փողերը շատ պետք են եւ արդեն տեղեկություններ կան, որ այդ սառեցված ռուս օլիգարխների սառեցված փողերով Ուկրաինան Ամերիկայի միջոցով զենքեր է գնում, հրթիռներ եւ հրթիռակոծում է Ռուսաստանի խորը թիկունքում գտնվող նավթամշակման գործարանները, կամուրջները, ռազմական օբյեկտները եւ այլն եւ այլն։ Այսինքն Զելենսկին մերժել է, իսկ վարկածը հետեւյալն է. Աբրամովիչին Ուկրաինա էր ուղարկել ոչ թե Պուտինը, այլ Պուտինի շրջապատը, Պուտինի իմացությամբ իհարկե, որովհետև Պուտինի շրջապատը, օլիգարխները, չինովնիկները, ուժայինները հասկանում են, որ այլևս Պուտինի խաղն ավարտված է, խոճապի մեջ են, հասկանում են, որ նրանք Պուտինի հետ միասին գնում են կործանման եւ փորձում են Զելենսկու եւ Արևմուտքի հետ լեզու գտնել։ Իսկ դա նշանակում է, որ Պուտինին շուտով սեփական շրջապատը կհեռացնի իշխանությունից։ Եվ վերջին փաստը Զելենսկին ասեց. շուտով հարվածելու ենք բալիստիկ հրթիռներով ամբողջ Ռուսաստանի տարածքին, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ եւ մնացած բոլոր քաղաքները։ Սիրելի ժողովուրդ, սրանք են այսօրվա դրությամբ Հայաստանում, Ռուսաստանում, ուկրաինական ճակատում տիրող իրավիճակը, չոր փաստերը, հիմա սցենարների իմ անձնական կանխատեսումը։ Սցենար համար 1. Միացյալ ընդդիմությունը, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Արման Թաթոյան պահանջում են ձայների վերահաշվարկ, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը պարտվում է, կամ պահանջում են ընտրությունների չեղարկում եւ նոր ընտրությունների նշանակում։ Այսինքն երկու սցենարն էլ, կամ այս մի սցենարն է, որ կամ ձայների վերահաշվարկի արդյունքում կամ նոր ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը զրկվում է իշխանությունից, այսինքն ձայների վերահաշվարկ են անում, Փաշինյանի ձայները պակասում են, ընդդիմությանը ավելանում է եւ ընդդիմությունը ընտրում է վարչապետ, կամ ընտրությունները չեղարկվում են, նշանակվում են նոր ընտրություններ։ Այս սցենարը ես քիչ հավանական եմ համարում Պուտինի օրոք, որովհետեւ Արևմուտքը թույլ չի տա եւ որքան էլ Պուտինը սատարի իր այդ ընդդիմադիր ուժերին, Արևմուտքը թույլ չի տա եւ այս սցենարը քիչ հավանական եմ համարում։ Երկրորդ սցենար. ընդդիմադիր ուժերը գեներացնում են փողոցային հետընտրական զարգացումներ, էլի Պուտինի հրահանգով, Պուտինի թույլտվությամբ եւ Պուտինը սատարում է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեն իշխանությունից։ Այս սցենարը եւս ես համարում եմ քիչ հավանական, որովհետև կրկնում եմ, Արևմուտքը թույլ չի տա։ Եվ մենք արդեն դա մի անգամ տեսանք այն տերտերի ժամանակ, Սրբազանի պարոն Բագրատ Գալստանյանի ժամանակ, հունիսի 12-ին, երբ որ նռնակներով ժողովրդին ցրեցին եւ Արևմուտքը ձայն չհանեց, որտեղ Արևմուտքի շահերից չէր բխում, որ Նիկոլը հեռանա եւ Պուտինյան որևէ մի խամաճիկ գա իշխանության, իսկ տերտերը Բագրատ Գալստանյանը մայիսի 9-ին Լեփլեցուն հրապարակում հավաքված ժողովրդների հույսերը մսխելով եւ դավաճանելով ժողովրդի վստահությունը ցույց տվեց, որ ինքը Կրեմլի կողմից կառավարվող անձ է եւ կորցրեց Արևմուտքի օգնության շանսը եւ հնարավորությունը։ Մայիսի 9-ին Բագրատ Գալստանյանը շատ պարզ քայլեր անելով կարող է ստանալ Արևմուտքի սատարումը, բայց նա դա չարեց եւ իմ համար արդեն մի քանի օր անց պարզ էր, թե ով է Բագրատ Սրբազանը։ Եվ երրորդ սցենար, որը իմ կարծիքով ամենահավանական սցենարն է, Կրեմլը չճանաչելով Փաշինյանի իշխանությունը, բարձրացնում է ալիք, ժողովրդական ընդվզման, բողոքի ցույցերի ալիք։ Այդ ընթացքում, իդեպ ասեմ, խորհրդարանի առաջին նիստը կայանալու է օգոստոսի 2-ին, այնպես որ մինչև որ օգոստոս այսպես թե այնպես խորհրդարանը իր աշխատանքները չի սկսի, այդ ընթացքում Կրեմլը գեներացնում է բողոքի ցույցեր, իսկ ժողովրդի մոտ դժգոհության մեծ բան կա, պոտենցիալ կա, որտեղ բոլորս տեսնում ենք ինչ կեղծիքներ են եղել եւ ԿՊ-ն զավթել է իշխանությունը եւ մինչև օգոստոս այդ ցույցերը բան են անում, զարգանում են, ալիքը բարձրանում է, բայց չգիտեմ, հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին տեղի է ունենում խառնակ վիճակ Մոսկվայում,
Պուտինին հեռացնում են իշխանությունից եւ այդ ժամանակ ազգային ուժերը արդեն գոյություն ունեցող ալիքը թամբում են, ղեկավարում են ժողովրդի այդ ցասումը եւ պահանջում են մեկ բան՝ արտահերթ ընտրություններ առանց Ռուսաստանի եւ Ռուսաստանից հետո։ Հիմա հասկացաք իմ վերնագիրը ինչի եմ այդպես դրել։ Ռուսաստանից հետո եւ առանց Ռուսաստանի։ Առանց Ռուսաստանի նշանակում է ընտրություններ առանց Գագիկ Ծառուկյանի, առանց Ռոբերտ Քոչարյանի, առանց Արման Թաթոյանի, առանց Սամվել Կարապետյանի եւ միգուցե նաեւ առանց ՔՊ-ի, որովհետեւ իշխանությունը զավթած ուժը նման խայտառակ խախտումներ արած ուժը իրավունք չունի նորից հավակնել ժողովրդի վստահության քվեի։ Ես կարծում եմ, որ նման պահանջով բողոքի ցույցերը Պուտինից հետո, Պուտինի հեռանալուց հետո, երբ արդեն չկա Ռուսաստանի վտանգը, որը կաշկանդում է արևմուտքին, ստիպելով նրան սատարել Նիկոլ Փաշինյանին, նման բողոքի ցույցերը արևմուտքը կսատարի եւ մենք կարող ենք արդեն հասնել նոր ընտրությունների, արտահերթ ընտրությունների, արդեն յուրատեսակ լյուստրացիայից հետո եւ ձևավորել իրական լեգիտիմ բոլորի համար եւ ժողովրդի համար լեգիտիմ եւ արևմուտքի համար լեգիտիմ, որտեղ արևմուտքը հասկանում է, որ Նիկոլը հիմա կաղող բադ է, լեգիտիմ չի, սատարում են, բայց հասկանում են, որ նա կաղող բադ է, լեգիտիմ չի, կեղծիքներով է իշխանության եկել, սպառված գործիք է եւ նոր իշխանություն ձևավորելուց հետո արևմուտքը Հայաստանում կունենա իրական լեգիտիմ ժողովրդի վստահությունը, հարգանքը, սերը վայելող ազգային, ժողովրդավարական, արևմտամետ իշխանություն, որը արդեն կյանքի կկոչի կամ թրիփ նախագիծը, բայց պահպանելով Հայաստանի եւ հայ ժողովրդի կարմիր գծերը, որ այդ թրիփը չծառայի թուրքերի շահերին, այսինքն սահմանապահները, մաքսային ծառայությունները վերահսկեն այդ ճանապարհը եւ այդ ճանապարհը լինի ճանապարհ, այլ ոչ թե միջանցք, եւ կամ թրիփը չեղարկվի, եթե Ամերիկան պայմանավորվի Իրանի հետ եւ կենտրոնական Ասիայի հազվագյուտ մետաղներով հարուստ երկրները, այդ նույն Ամերիկայի, Եվրոպայի հետ կապվեն արդեն Իրանի, Սյունիքի, Հայաստանի, Վրաստանի միջոցով, հյուսիս-հարավի միջոցով, ինչպես բազմիցս մենք ասել ենք։ Այսինքն հուսահատվել չկա, վհատվել չկա, ամեն ինչ դեռ նոր է սկսվում, հաշված ամիսներ անց առաջին հանրապետությունը վերածնվելու է, ամեն ինչ լավ է լինելու, բայց լինելու է Ռուսաստանից հետո եւ առանց Ռուսաստանի։ Ժողովուրդ, տարածեք իմ այս եթերը, օգնեք ինձ տարածել, կիսվեք ձեր սոցիալական կայքերում, լայքերով, մեկնաբանություններով։ Ես հիմա սա դաունլոդ կանեմ, կդնեմ իմ YouTube-յան ալիքում, նաեւ մտեք YouTube-յան իմ ալիքում դա տարածեք, նայեք, որ դիտումները շատ լինի, որովհետև ամեն ինչ նոր է սկսվում եւ մենք բախտորոշ շաբաթներ ու ամիսների շեմին ենք։ Կապի մեջ կլինենք, հետևեք իմ եթերներին, շնորհակալություն, ստեսություն։